Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայաստանում նախընտրական գործընթացները շարունակում են ակտիվ ընթանալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 46 թեկնածուի գրանցումը։ ԿԸՀ-ից հայտնում են, որ թեկնածուների մի մասը ինքնաբացարկի դիմումները ներկայացրել է նոտարական վավերացմամբ, մյուսները անձամբ մասնակցելով նիստին։ Մեկ թեկնածուի դիմում սակայն մերժվել է պահանջվող ընթացակարգը չպահելու պատճառով։ Իսկ նախընտրական քարոզարշավի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է դպրոցների ներգրավվածության շուրջ սկանդալը։ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ դիտորդներն ու լրագրողները արձանագրել էին աշակերտների և ուսուցիչների մասնակցությունը իշխող ուժի քարոզարշավին։ Դեպքին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատվենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Այս դեպքին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի քաղաքական միջոցառումներով։ Անահիտ Մանասյանի խոսքով երեխաների մասնակցությունը հանրային գործընթացներում կարևոր է, սակայն դա չի կարող իրականացվել դասապրոցեսի հաշվին։ Օրինակ, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաեւ քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաև բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված է որևէ հանգամանք հարկադրանքի մեջ ներառի եւ այլն, բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ պրոցեսն ենք ուսումնասիրում։ Քարոզարշավին զուգահեռ ակտիվ են նաև իրավապահների գործողությունները։ Երեկ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է իրականացվել։ Մեկ անձ ձերբակալվել է և տեղափոխվել Երևան։ Դեպքին արձագանքել է Հայաստան դաշինքը, հայտարարելով, որ իրենց գրասենյակի շուրջ կատարված գործողություններն ու թիմակիցների նկատմամբ գործընթացները անակնկալ չեն իրենց համար։ Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։ Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը, մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։ Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին, մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին։ Իդեպ երեկ Հայաստան դաշինքը քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատերազմ չունենալու համար Հայաստանը պետք է ունենա ժամանակակից և մարտունակ բանակ։ Նրա խոսքով փոքր պետությունների անվտանգության գլխավոր երաշխիքը ուժեղ բանակն ու հուսալի դաշնակիցներն են։ Բանակը դարձել է 1.5 տարի։ Ես կարծում եմ, որ նաև 1.5 տարով այո հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Իսկապես հնարավոր է, եթե դու մեծացնում ես պայմանագրային մասը։ Պայմանագրային մասը մեծացնելու համար դու պետք է ավելի շատ գումար տաս, օրինակ, քան Երևանի կենտրոնում պարետն է ստանում։ Դու չես կարող պարետից շեշտակի քիչ աշխատավարձ ստանալու պարագայում պայմանագրայինով ուղղակի համալրես
բանակը չի ստացվելու, մարդ խիպտի գնա, պոստում մնա։ Պրոբլեմը սա է, եւ սրա համար են հիմա ինչ որ բան են անում, չէ, տանում են 2 ամսով, 3 ամսով, փորձում են ինչ որ ինչ։ Հա, հիմա 25 օր դարեր սկսել են ամիսներ եղել։ Հիմա նայեք ինչ է կատարվել ընդհանրապես բանակի հարցում։ Այդ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց մեկ բան։ Հիմա քանակով չեն կռվում արդեն։ Քանակով չեն կռվում։ Բանակի բնույթը, ռազմական գործողությունների բնույթը էապես փոխվել է։ Էապես առաջի գծում ընդհանրապես համարը մարդ չեն պահում։ Ավելի շատ sense նայելու համար, ինչ որ բան նկատելու, չնկատելու համար։ Հիմա սա փոքր երկրի համար, փոքր բնակչությամբ լավ լուր է, թե վատ լուր է։ Լավ լուր է։ Ուրեմն ասիմետրիկ հնարավորություններ կա երկրի անվտանգությունը ապահովելու, որի համար չի պահանջվելու սենց հսկայական մեծ ծավալների մարդիկ եւ հսկայական մեծ ծավալների սենց են տրադիցիոն զենքերը, զինատեսակները։ Շատ է ամեն ինչ փոխվել եւ այդ տեսանկյունից մենք իսկապես կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի է զսպել Ադրբեջանին։ Նույն հանդիպման ընթացքում կոշտ հայտարարություններով է հանդես եկել Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը։ Գործող իշխանությունը, գլխավոր հոգեկան հիվանդը, ընտրարշավի փոխարեն նոպաները սկսվել է եւ հայախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց, ինչի է կրկին ընկել հիստերիայի մեջ, որն այս ամեն ինչի պատճառը։ Պատճառը հետևյալն է։ Դուք տեսնում եք Երևանում ընտրարշավի մեջը ամեն ծառ եւ թփի տակ, որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե հասանելիություն ունենում է իրեն մոտենալու, հանդիպելով փոխանցում է հետևյալը, որ դու հայրենիք հանձնած, Արցախ ծախած 5000 մարդու զոհվելու պատճառ դարձած մեկն ես եւ վերարտադրվում ես, որ ինչ անես, հիմա ինչը հանձնես։ Եվ ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին եւ դա պետքա շարունակվի ու իրեն ամեն պատի տակ պետք է հիշեցնել, որ ինքը դավաճանա, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի արչև ստանձնած իր նոր խոստումները։ Դուք ստեղ գալուց առաջ տեսակ ժողովուրդ։ Այսօր Չարիկը Աչափնյակի տարածքում էր եւ ամեն մի խաչմերուկում ոստիկանություն էր կանգնած։ Ամեն մի պատի տակ, ծառի տակ շարված են։ Այդ անընդհատ որ խոսում է ժողովրդավարությունից, այդքան զորքերով փորձում է ամեն ինչ անել, որ իրեն հասանելիություն ունենան միայն իր կողմնակիցները, միևնույնն է չի ստացվում եւ շարունակ պետք է հիշեցվել։ Այս մարդու հիստերիայի պատճառը դա է, ինքը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու է, հետեւաբար շատ ըմբռնումով մոտեցեք։ Մենք չենք հայոյելու։ Աշխարհի բոլոր հայոյանքները իրեն իր արածի դիմաց բավարար չեն։ Ինչպես հասկացաք, նույն վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումներ է ունեցել նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիներից մեկի միջև լեզվակռիվ է սկսվել։ Քաղաքացին Փաշինյանին մեղադրել է Արցախի կորստի համար։ Հա, բայրիկ չան, հա։ Բարև ձեզ չեն թողնում։ Ես հանցագործ եմ, բայց ինչ հարց։ Որովհետև կտրուկ գործողություններ եք անում, կտրուկ գործ։ Ես եկա ձեզ տեսնելու։ Համեցեք։ Նախ բարև բոլորին։ Բարև ձեզ։ Ընտրություններին հետո ուզում եք, դե քանի որ Ղարաբաղը հանձնել է, հիմա որտեղ եք ուզում հանձնեք։ Տիկին, ես ուրեմն ձեր Ղարաբաղը դուք հանձնել եք։ Ղարաբաղը Դա 100%։ Ինքս Ղարաբաղցի եմ ու գիտեմ, որ ինքդ եւ դուք ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը։ Դրել եք Ադրբեջանը։ նախ ես ուզում եմ Մերոնք լեյվ անտուն են հիմա։ Ունեցված թողած, սոված ծարավ ստեղել չեն։ հազարավոր Այո, հազարավոր սոված ծարավ են։ բնակարանի ապահովագրության ծրագրից են օգտվում։ Ծրագիրը պետք չէ։
Իդեպ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերից մեկի պատճառով մեկ ամսով կալանավորել են բլոգեր Արտակ Ավետիսյանին։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Շենգավիթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ժամանակ Ավետիսյանը Նիկոլ Դավաճան արտահայտություններ հնչեցրել, ինչից հետո նրան հղի կնոջ աչքի առաջ բերման էին ենթարկել։ Ավելի ուշ խուզարկություն էր իրականացվել նաև նրա տանը։ Քննչական կոմիտեի պնդմամբ Ավետիսյանը սոցցանցում հրապարակած տեսանյութում հնչեցրել է ատելություն եւ թշնամանք հրահրող խոսքեր։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ատելություն եւ անհանդուրժողականություն տարածելու հոդվածով։ Քարոզարշավին ակտիվ մասնակցում է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը Տավուշի մարզում էր։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ սահմանին 18-ամյա երիտասարդների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողներ, քանի որ նրանք ավելի փորձառու են։ 18 տարեկան երեխաներին սահմանի վրա ուղարկել չի կարելի։ Դե մենք ենք առաջ։ Դուք եք անում, դրա համար ձեզ ասենք, դե պետք է նորմալ աշխատավար, դե ես գիտեի, ասում են բարձրացել են գումարները, մեծ գումարներ են տալի։ Գումարներ պետք է տան հիմնական պայմանագրային ծառայողներին, որը փորձ ունի, պատերազմին մասնակից է, նա ասենք թե պրակտիկա ունի, կարող է լիարժեք պայքարել, կռվել, ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաների սահմանները, որ զենք բռնել չգիտի ոնց պաշտպանի, որ դա բոլորի սիրտը պետք է ցավա։ Ավելի լավ 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան թե 30-40,000 անփորձ երիտասարդ, որ դա իրոք մարդու սիրտը պետք է ցավա։ Ես դեմ չեմ, սարքել են տարուկես, կարան սարքեն 3 ամիս, որտեղ նրանք սահման պահող չեն, այլ նրանք կարողանան սովորել, կրթվել, պարապել։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև Բաքվում պահվող հայ գերիների թեման։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Բաքվում պահվող հայերին հայտարարել է, որ իշխանությունը շարունակում է աշխատել նրանց վերադարձի ուղղությամբ, սակայն ընդդիմության հռետորաբանությունը իր խոսքով իբր չի նպաստում գործընթացին։ Փաշինյանի այս հայտարարությանը կոշտ արձագանքել են գերիների հարազատները։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին նշել է, որ Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ Բաքվում պահվող հայերը փաստացի հայտնվել են պատանդի կարգավիճակում, իսկ հայկական կողմը մինչ այս պահը չի կարողանում տեսանելի արդյունք ապահովել նրանց վերադարձի հարցում։ Նրա խոսքով այս ձևակերպումներն այլևս պարզապես քաղաքական գնահատական չեն, այլ արդեն իրական իրավիճակի ընդունում։ Գերիների թեման 3 նոր զարգացում ստացավ նաև Բաքվի բանտից հնչած հերթական ահազանգով։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իր հիմնարար իրավունքները խախտվում են։ Նման դիմումներով օրեր առաջ Հայաստանի ՄԻՊ-ին դիմել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը։ Ինչ են պահանջում հայ գերիները, ինչու են դիմում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ հնարավոր է արդյոք միջազգային ճանաչմամբ փոխել վիճակը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկա եւ ապագային։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է Բաքվից ձայնագրությամբ ուշադրություն հրավիրել ապօրինի դատավարությանը։ Տարբեր տարիներին Ադրբեջանի բանտերի մասին ահազանգել են թե միջազգային կազմակերպությունները, թե հենց ադրբեջանցի լրագրողները։ Օրինակ Human Rights Watch-ը հրապարակել է հայ գերիների նկատմամբ բռնությունների եւ նվաստացումների մասին տվյալներ, նշելով, որ կան ծեծի, էլեկտրաշոկի եւ հարկադրանքի վկայություններ։ Իսկ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Ադրբեջանի իրավապահ համակարգում խոշտանգումները ժամանակին բնութագրել էր որպես համակարգային եւ լայն տարածում ունեցող երևույթ։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվից հայ գերիները դիմում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ պահանջում Բաքու գնալ տեսակցել նրանց։ Կծանոթանա թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանցակարգի կոպտագույն խախտումներով։ Տարածված ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ակտիվացել ու այցելել է հայ գերիներին։
Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գերիները բազմաթիվ խնդիրներ են ունեցել եւ պահանջել են պետական միջամտություն։ Սակայն Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միշտ անտեսել է այդ խնդիրները։ Այս կառույցի տիրույթում է օրինակ գերիներին ապօրինի դատավճիռները թարգմանությամբ նրանց կամ նրանց ընտանիքներին չտրամադրելու հարցը կարգավորելը։ Անկախ փաստաբանների հետ հանդիպումներ չեն լինում եւ այս խնդրի կարգավորումը եւս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում է։ Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ինչու ադրբեջանական ՄԻՊ-ը ինքնուրույն չի լուծում այն հարցերը, որը բացառապես գտնվում է այդ կառույցի մանդատի ներքո եւ այդ խնդիրների լուծմանը ներ է գրավում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որը ցավոք սրտի Ադրբեջանում որևէ իշխանություն, իրավասություն, լիազորություն չունի։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում ունի նույնքան իրավունք եւ հնարավորություն, որքան արտասահմանցի զբոսաշրջիկը։ Նա չի կարող մանդատի ուժով հանձնառել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի փարիզյան անկախության չափանիշներին համապատասխան որակավորում եւ կարող է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում բարձրացնելով Բաքվում պահվող գերիների հարցը։ Մինչդեռ նա անգամ Հայաստանի ներսում գերիների հարազատների հետ պատշաճ շփումներ չի ունենում, վկայում են գերիների հարազատները։ Այս 2.5 տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ մեր նախաձեռնությամբ, բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ եւ կփորձի մեզ օգնել որոշ հարցերում։ Թե Ադրբեջանի գործընկերոջ հետ կապի ընթացքում ինչպես է մարդու իրավունքների պաշտպանը օգտակար եղել, օրինակ Դավիթ Իշխանյանի հարազատներին, շոշափելի չէ։ Գուցե պատճառն այն է, որ այդ մեկ հանդիպումն է միայն եղել, այն էլ գերիների հարազատների խնդրանքով։ Իսկ ինչ կտա Բաքվին, եթե օրերից մի օր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը որոշի եւ այցելի Բաքվի գերիներին։ Ադրբեջանական ՄԻՊ-ը Հայաստանի ՄԻՊ-ի ներգրավվածությամբ կարողանալու է քողարկել այդ խոշտանգումները եւ ինչու ոչ լեգիտիմացնել այսպես կոչված միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ հայ բանտարկյալների համար։ Եվ երկրորդը իմ գնահատմամբ սա նաեւ շեղող տակտիկա է, որովհետև մենք գործ ունենք ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների հետ, որոնց իրավունքի խախտման վերացումը ենթադրում է նրանց ազատ արձակում։ Եվ եթե նրանք ազատ արձակված չեն, հետագա երաշխիքները դեռևս չեն նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը լուծվել են, եւ ադրբեջանական ՄԻՊ-ը փորձ է անում ազատ արձակման խնդրից ծառաբեռնվածությունը տեղափոխել նրանց պայմանների ապահովման խնդրին։ Գերիների պահման պայմանների հարցը կարևոր է, նրանց ընտանիքների հանդիպումները եւս։ Բայց այս խնդիրներն առաջացել են, որովհետև Բաքուն ապօրինաբար պահում է հայ գերիներին եւ տարիներ շարունակ չի վերադարձնում։ Ադրբեջանական մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությամբ նոր իրողության շուրջ ադապտացման քաղաքականություն է սկսել Բաքուն։ Հայ գերիներին, նրանց ընտանիքի անդամներին ու հայ հասարակությանը փորձում են համոզել, թե գերիները իբր պատիժ են կրում Ադրբեջանում եւ տարբեր այցելություններով նրանց թույլ է տրվում օգտվել իրավունքներից։ Մինչդեռ այսպիսով հեռացնում են ամենամեծ ու հրատապ ազատ արձակման խնդրից։ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, եթե Ադրբեջանը հարգում է մարդու իրավունքները, մարդասիրական նորմերը, ապա պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարներին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային զարգացումների մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրա խոսքով Իրանը չի խոնարհվի սպառնալիքների առաջ եւ համոզված է, որ տարածաշրջանային խնդիրները հնարավոր չէ լուծել պատերազմով։ Սակայն Իսրայելից հնչող հայտարարությունները շարունակում են կոշտ մնալ։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Նրա խոսքով Իրանը չպետք է սպառնալիք ներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։
Մինչ մերձավոր արևելքում լարվածությունը պահպանվում է, աշխարհի ուշադրությունը սևեռված է Պեկինում կայացած կարևոր հանդիպմանը։ Չինաստանի նախագահ Սին Ցзինփինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու տարածաշրջանային զարգացումները։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն երկու կողմերը համաձայնել են, որ նեղուցը պետք է բաց մնա էներգակիրների ազատ տեղաշարժի համար։ Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի հարցը։ Իսկ ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են արդյոք կառավարել իրենց մրցակցությունը առանց այն վերածելու նոր գլոբալ ճգնաժամի, ռեպորտաժում։ Կարմիր գորգով զինվորական պատվոշքերթով ու ճոխ ընդունելությամբ են չինացիները Պեկինում դիմավորել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Չինաստանի նախագահ Սին Ցзինփինն անձամբ է ընդունել ամերիկացի առաջնորդին, ընդգծելով այցի կարևորությունն ու աշխարհի երկու խոշոր գերտերությունների միջև սպասվող բանակցությունների կշիռը։ Թրամփը վայրեջքից հետո տեղավորվել է Պեկինի Four Seasons հյուրանոցում, որը գտնվում է Միացյալ Նահանգների դեսպանատան հարևանությամբ։ Միջազգային մամուլը նկատում է այս այցում նույնիսկ ամենափոքր դետալն է հաշվարկված։ Չինաստանը մոտ 1 տասնամյակ ուսումնասիրել է Թրամփի քաղաքական ոճն ու վարքագիծը եւ լավ հասկանում է, թե որքան կարեւոր են նրա համար արտաքին շքեղությունն ու արարողակարգը։ Այդ պատճառով Պեկինը փորձել է ստեղծել հնարավորինս դրական մթնոլորտ, սկսած օդանավակայանի ընդունելությունից մինչև պետական բանկետներն ու փակ հանդիպումները։ Սակայն միջազգային մամուլը գրում է Պեկինի շքեղ արարողակարգի հետևում իրականում շատ ավելի լուրջ գործընթաց է ընթանում։ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները վերջին տարիներին վերածվել են ոչ միայն տնտեսական, այլ արդեն գլոբալ ազդեցության պայքարի։ Վերջին անգամ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստան այցելել էր դեռ 2017 թվականին։ Դրանից հետո Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Սկսվել էր առևտրային պատերազմը, սահմանվել էին մաքսատուրքեր, խորացել էր մրցակցությունը տեխնոլոգիաների ու միկրոչիպերի ոլորտում, իսկ Թայվանի հարցը դարձել էր երկու գերտերությունների միջև ամենավտանգավոր հակասություններից մեկը։ Բայդենի վարչակազմի տարիներին երկու երկրի առաջնորդները հիմնականում հանդիպում էին երրորդ երկրում, խուսափելով նման պետական այցերից։ Եվ հենց այդ պատճառով էլ Թրամփի ներկայիս այցը միջազգային մամուլում արդեն անվանում են հարաբերությունների մթնոլորտի փոփոխության կարևոր ազդանշան։ Կարծում եմ ավելի շուտ ինչ-որ հարցերում պայմանավորվելու փորձ է, քան ընդհանուր առմամբ հարաբերությունները երկարատև եւ կայուն ինչ-որ ռեժիմի բերելու։ Որովհետև հասկանալի է, որ ավելի երկարատև ռեժիմի առնչությամբ հարցերը շատ ավելին են, բարդ են, պայմանավորված են լայն աշխարհաքաղաքական, այսպես ասենք, խաղատախտակի վրա ամենատարբեր հարցերով։ Թվացյալ ջերմության ու ժպիտների տակ իրական մրցակցությունը ոչ միտեղ չի անհետացել։ Արևմտյան փորձագետների խոսքով Վաշինգտոնն ու Պեկինը պարզապես փորձում են հարաբերությունները պահել վերահսկելի սահմաններում, թույլ չտալով, որ տնտեսական ու քաղաքական հակասությունները վերածվեն բաց բախման։ Միջազգային փորձագիտական կենտրոնները նշում են, որ Թրամփն ու Սին Ցзինփինը բանակցությունների եկել են տարբեր հաշվարկներով։ Թրամփին պետք են արագ եւ ցուցադրական արդյունքներ շուկաները հանգստացնելու եւ տնտեսական ճնշումները մեղմելու համար։ Իսկ Պեկինը փորձում է աշխարհին ցույց տալ, որ Չինաստանն արդեն ոչ թե պարզապես արտադրական կենտրոն է, այլ գլոբալ ուժ, որի հետ Միացյալ Նահանգները ստիպված է խոսել հավասարի դիրքերից։ Արևմտյան մամուլը նաև նկատում է, որ այս անգամ Չինաստանը իրեն բավական վստահ է զգում։ Մինչև Միացյալ Նահանգները միաժամանակ ներգրաված է մի քանի միջազգային ճգնաժամերում, Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք, Պեկինը փորձում է ընդլայնել իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը, ներկայանալով որպես ավելի կայուն եւ կանխատեսելի գերտերություն։ Վերլուծաբանները գրում են, այսօր աշխարհն արդեն մտել է նոր փուլ, որտեղ տնտեսությունը, անվտանգությունն ու տեխնոլոգիաները այլևս հնարավոր չէ տարանջատել։ Թայվանի հարցը քննարկվում է նույն հարթության վրա, ինչ միկրոչիպերի արտադրությունը, արհեստական բանականությունը կամ էներգետիկ շուկաները։ Չեմ կարծում, թե օրինակ Չինաստանը կարող է գնալ ավելի երկարաժամկետ համաձայնությունների այն պարագայում, երբ հարց է, թե Թրամփը ինչպիսի վիճակում է լինելու կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։ Եվ այս տեսանկյունից հակված եմ դրա համար մտածել, որ կլինեն պարզապես ընթացիկ համաձայնություններ։ Հենց այդ պատճառով էլ փորձագետների մեծ մասը չի սպասում մեծ համաձայնությունների կամ հարաբերությունների կտրուկ ջերմացման։ Ըստ միջազգային մամուլի հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե մրցակցությունը դադարեցնելն է, այլ այն վերահսկելի պահելը, կանխելով բաց տնտեսական կամ ռազմական բախումը աշխարհի երկու գլխավոր գերտերությունների միջև։ Եվ այս ամենի ֆոնին Պեկինում հնչած Դոնալդ Թրամփի հայտարարությունը ձեռք է բերում առանձնահատուկ քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ կցանկանար բաժակ բարձրացնել եւ կենացածել ամերիկացի եւ չինացի ժողովուրդների միջև հարուստ եւ ամուր կապերի համար, ընդգծելով, որ դրանք շատ յուրահատուկ հարաբերություններ են։
Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 19-ից 21, իսկ երեկոյան 11-ից 13 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։